Այն եղբայրները, այն հոգիները, քույրերը, որոնք հոգով են ապրել, նայում ես, հոգով ապրող մայրերը իրանց երեխեքին ճիշտ են դաստիարակում։ Ես հիշում եմ, գնացել է Օդեսա շատ տարիներ առաջ, ամուսինը հարբող էր, բայց քույրիկը հրաշալի քույրիկ էր։ Ամուսինը հարբող, ծխող, աշխարհի մարդ էր, ռուս։ Բայց այդ քույրիկի տղաները ամբողջ Օդեսայի օբլաստի ընդհանուր երիտասարդների պատասխանում են։ Ինչ ծեր դաստիարակել, ինչ հոգով էր հոգին մտցրել է երեխեքի մեջ։ Ես եղել եմ գնացել եմ Ուկրաինա ժամանակին, ջահել վախտը, ձի ուղարկեցին հիվանդ տարա, որ եղբայրները դեղոտեն բուժվի։ Հիմի մոտիկացել եմ այդ տանը, արդեն մի քիչ մնում գտնեմ, մեկ էլ մի հատ կին տեսա, որ ջուր էր տանում։ Դու ասա, այդ ունտուն որ այդ մեն դրանք ինն է։ Դրանք է շատ զգուշ է։ Հա։ Ասի, ծոճա ասի, ինչ ասի, ես համարի տուն, ես մարդի տունը որն է, ասեց, սլեդույ զամնոյ, հետևիր ինձ, գնացի մտանք իրանց հայատ։ Իդ քուրիկը, պատմեմ ես քուրիկն ով է եղել։ Հայնական պատերազմի ժամանակ իրա հերը եղել է չեքիստ և դավաճանել է սովետական միությանը, որը գնդակար են թե ինչ անել, իրան էլ ջայլ աղջիկը 10 տարի բանտ են տվել։ Սա նստում է բանտում, որպես խուլիգան, ամբողջ զոնը այդ կինն է ղեկավարում, այս կինը կոչեցյանը։ Այդ զոնում նստեցնում է մեր քույրերից մեկին։ Եվ այդ որպես զոն նայող, այդ կանանց մեջ, այդ կնոջը, այդ աղջկան ասում են, եսի հավատացյալ է, սրան նենց արա, որ խեղճանա հավատ կուրանա։ Ես էլ ուզում ատենց փորձել անի, որ սրան խեղճացնի, բայց չի կարում այդ հավատացյալ քուրիկի աշկերի մեջ նայի, չի կարում։ Այ մարդ ասում է, այ մարդ դու ով ես, որ ես քո աշկերի մեջ չեմ կարում նայեմ։ Վերջ երկարացնեմ, այս քուրիկը խոսում է, այս աղջիկը ապաշխարում է։ 5 տարի նստում է որպես հավատացյալ արդեն։ Դուրս է գալիս, ամուսնանում են մեր եպիսկոպոս, ժամանակ եպիսկոպոսի կին էր, որ ես տեսա, այդ քուրիկը։ Ես տենց հավատ չեմ տեսել։ Իր երեխեքին ինչ էր սովորեցնում։ Ես տես բան չեմ տեսա իմ արդ։ Ասեց, «Я моем сыновей учусь». Ասում ինչ է սովորացնում։ Մեռնել Հիսուսի համար։ Ոյ քիզ բան։ Ասում ցես կսպանեն, ցես կմորթեն, ինչ կանեն, Հիսուսին մի մոռացեք։ Եվ այդ մին դպրոց քարոզում էին, չին վախում։ Վկայում էին։ Դրա երեխեքը սա հավատացյալ է։ Սովորացնում էր մեռնել Հիսուսի համար։ Ոչ թե ապրել, մեռնել Հիսուսի համար։ Այ ինչ հոգի են քարոզում։ Այդ ժամանակվա քուրիկները, որ բանտը նստած ելած, հավատքը ճանչած, սրբությունը հասկացած, եւ մի անգամ էլ տես քուրիկների հավատքը պատմում, ինչ հավատք է ունեցել։ Այդ քուրիկներին գցում են բանտ։ Կողքը ուժեղ ռեշոտկեքով կանանց գաղութանում եւ տղամարդկանց գաղութանում։ Այս տղամարդիկ չեմ անում, գետնափոր են փորում, ինչ են անում, վերջը Փարիզը փլցնում են 1000 կանայք են նում, 1000 կանայք դեր։ Այդ 1000-ին էլ սաղին պղծում են, բայց այդ 3 քույրիկը ծնգի են գալու աղոթելու, պատկերացեք այդ 3 քույրիկ ծնգել են, դրանց շուրջ բոլորը սենց Սուրբ Հոգու ամբն է իջնում։ Հենց էթում են այդ ամբին կմնում են ունենք էտին։ Սա կալանավորներ են։ Էդ մեն որ մոտիկանան, քանի մետրի վրա ոչ մեկ ռիշճանում այդ շրջագից անցնի։ Սաղ ընգնում են ցած։ Հետո վերջը միլիցիա բանման գալիս է, անջատում են, ընդեղից գոռում են. Святые сестры, нам говорит о Христе։
Ես քույրներս սկսում են հարուզել դրանց, վկայել դրանց։ Աղաքին մարդիկ ապաշխարում են։ Այդ այս քույրներ են ունեցել, որ աղոթել են Սուրբ Հոգու ամպը իրար 4 կողմն են։ Այդ սաղին պղծել են, բայց այդ 2-3 հոգուն չեն կարացել մատով ունեն։ Ասենք փառք Տիրոջը։ Մենք սենց Աստված ունենք։ Մենք սենց Հեր ունենք, եղբայրներ ջան։ Թող Տերը օրհնի, որպեսզի հավատքի մեջ աճենք եւ սովորեցնենք այս Եթե սովորեցնում ենք, պետք է մենք գտնենք աշակերտներ։ Դե աշակերտենք, սովորացնենք։ Ես հիշում եմ Մեսրոպ Մաշտոցը նա մեծերին չի սովորացել։ Հետաքրքիր մարդ է այդ մարդը։ Պատանիներին հավաքել է Անենց է սովորացել, բոլորը տարել են սուրբ մարդ, պատանիներին, նենց նրանց է սովորացել, փոքր հասակից մի սովորացնես, որ նրանք մեծանան, հավատքի մեջ մեծանան, հավատքը խորանա իրանց մեջ առողջ հավատ մտնի, որ կյանք չկա այս աշխարհ, կյանքը միայն Հիսուսն է իր խոստը, այս հավատքը մտնի իրանց մեջ, որ նրանք հավատքով աճեն, Հավատքն է մարդին հաճելի դարձնում Աստծուն, հավատքը պետք է խոնալի, հավատքը, ինչքան հավատքը աճի, այնքան Քրիստոս կաճի քո մեջ, փառավորվի քո մեջ։ Եղավ եղբայրներ ջան, Տերը ձեզ օրհնի, իմի եղբայրներ